Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Սիրելի երևանցիներ, մենք հաճախ սոցիալական ցանցերում հանդիպում ենք ահասար սուր տեսարաններ, թե ինչպես է Երևան քաղաքի կանաչ ֆոնդը վերանում, չնայած որ վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքի կանաչ ֆոնդը մոտավորապես 21000 ծառով եւ 60000 քառակուսի մետր տարածքով ավելացել է եւ սա հենց այդ խոշոր ծրագրերից մեկն է, որը խնդրում եմ Տիկին Հայկազյան, խնդրում եմ ներկայացնել։ Այս մեր 60000 քառակուսի մետրի մեջ մենք այս մեկը չենք հաշվում, չէ՞, խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, առաջարկում եմ զեկույցին զուգահեռ նաև ձեր ուշադրությունը հրավիրել էկրաններին, որտեղ կներկայացվեն նաև կատարված աշխատանքների վիզուալները։ 25 թվականի նոյեմբերին մեկնարկել են Նուբարաշենի խճուղուն հարող 8.5 հեկտար տարածքում անտառաշերտի ստեղծման աշխատանքները։ Այս աշխատանքները իրականացվում են շրջակա միջավայրի նախարարության կողմից բնապահպանական հարկի մասհանումներից, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համաֆինանսավորմամբ։ Այս տարածքում նախատեսում ենք տնկել շուրջ 10000 ծառ։ Մինչ այս պահը իրականացվել են 50 խորանարդ մետր ծավալով ջրավազանի, պոմպակայանի եւ ոռոգման համակարգի անցկացման աշխատանքներ եւ ընթացիկ ամսվա վերջում ակնկալում ենք նաեւ ծառատունկի իրականացում։ Տարածքի չափը ինչ կար է Տիկին Հայկազյան։ 8.5 հեկտար։ 8.5 հեկտար։ Սիրելի երևանցիներ, Նուբարաշեն վարչական շրջանում, Նուբարաշեն երևի թե Էրեբունի վարչական շրջանում, Նուբարաշենի խճուղ արևանությամբ շատ շուտով հենց գարնանն ենք ակնկալում ծառատունկը իրականացնել Տիկին։ Այո, իրականում պայմանագիրը մինչև հոկտեմբեր է, բայց հիմնական մասը կարծում եմ կիրականացնենք ապրիլին, եթե լրացումների կարիք կլինի, ապա աշնանային տնկումներ էլ կունենանք։ Ոռոգման համակարգը ամբողջապես։ Այո, ոռոգում, պոմպակայան եւ ջրավազան։ Շատ կարևոր ծրագիր է եւ կարծում եմ, որ պետք է ավել խոսենք այս տեսակ ծրագրերի մասին, որ այն, այսպես ասած, սոցիալական ցանցերի տարատեսակ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը չտարածվի նվազագույն այն տեմպով, որով որ հիմա է տարածվում։